Շարունակում է կենտրոնի առավոտը հեռուստադիտողներ, մեր հյուրերը արդեն տաղավարում են, ես հիմա թեման ներկայացնեմ առաջնախաղ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մայիսի 24-ին եւ 25-ին Մահապատժի քրոնիկներ, ըստ Մարկեսի հայտարարված սպանության քրոնիկոն վիպակի, ներկայացում անխուսափելի մահվան, համընդհանուր մեղքի, տագնապալի լռության եւ հավերժական չբեռնող սիրո մասին։ Մեր հյուրերը արդեն տաղավարում են, սիրով կզրուցենք։ Մեր հյուրերն են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Լաուրա Բաբայանը, դերասան Արման Սիմիկյանը եւ թատրոնի բալետի արտիստ, խորեոգրաֆ Նարեկ Զոհրաբյանը։ Բարի լույս։ Լավ եք։ Քնել եք, որ հիմա շուտով պիտի։ Ոնց է։ Եթերից հետո կքնենք։ Բայց ինձ հետաքրքիր է ոնց ալնում, որ չեք քնում ու լավ եք, որովհետև ես որ չեմ քնում, ընդհանրապես լավ չեմ, ասեմ ավելի, ես հիմա լավ չեմ։ Ու կարողանում ենք միմիկաներով խաբել։ Հիմա ես չհասկացա ինչի մասին է այս պատմությունը, դետեկտիվ է, սեր է, ինչ է։ Դե առհասարակ ժանրը, այսպես բեմադրական ժանրը, դետեկտիվ միստիկ դրամա։ Բեմադրության հեղինակն է Սամսոն Մովսիսյանը, նույնպես վեպը բեմականացրել է հենց ինքը։ Պարերը եւ պլաստիկան Նարեկն է Զոհրաբյան, զգեստների եւ Պարում եք է։ Իհարկե, նաեւ կենթանի վոկալ։ Ինչ դետեկտիվ է, որ համ երգում եք, համ պարում եք։ Գործիքներ են սովորել մեր Սամսոնը լավ դերասանները։ համեմել է ներկայացումը։ Բայց հետաքրքիր Անուշիկը փաստորեն որ դետեկտիվ ես ասում, մեջը ոչ սեր պետք է լինի, ոչ պար պետք է լինի։ Խաղում ու մուշտուկով մարդ։ Ասմասերը արդեն է դետեկտիվ է, բայց մի տեսակ պարն ու երգը։ Պուարո պետք է միանգամից կողքից մտնի։ Բրիտանացի պարտադիր պետք է։ Իրականում այստեղ գրված էր չմեռնող սիրո մասին, կա այդպիսի բան։ Չմեռնող սեր։ Այո։ Ըստ մոտ սերը անկախ Տեսել ենք մենք, բայց թե մենք գիտենք որ ուղակի կա։ Չէ, նաև կտեսնեն հանդիսատեսը, որ չի մահանում սերը այդ ներկայացման ժամանակ։ Առհասարակ ներկայացումը ընդհանուր սիրո նաև մարդկային անտարբերության մեծ հարց է բարձրացված թե Մարկեսի կողմից, թե բեմադրական տեսանկյունից Արդիական անտարբերության էլի բոլոր ժամանակների։ Խնդիրները երբեք չեն փոխվում։ Մարդկային մտածելակերպն չի փոխվում, մեծ Իսկ հաշվով գնալով ոչինչ չի ավելի փոխվում։ խորանում են։ Ուղղակի պաթոսով են խոսում ամեն տարի ավելի զարգանալով այդ ամեն ինչի մասին, բայց խնդիրը չի լուծվում, Զարգանալով։ ստատուսներ կան։ Եվ լուծումներ չի գտնում։ Հիմա Մարկեսը գտել է լուծում։ Չէ, իրականում չէ ու մինչև վերջ էլ խիա հանդիսատեսը դետեկտիվի իմաց դառնում։ Ասма դրանից հետո եղավ մենություն 100 տարվա։ Այո։ Դե որովհետև էլի լուծում չկա, էլի պատասխանը չկա, հա, ինչի է այդ ամենը եղավ, այս քնելի հանդիսատեսին են թողնում միտքը, հա, ըստ ձեզ ոնց եղավ այդ ամենը, խնդիրը բարձրացվում է ու թողնում եմ որ ամեն անձի մեջ այդ ամեն ինչը որ մարսի այդ ամեն ինչը լուծվի որովհետեւ Հա բայց ոչ բոլորը այդքան խելք ունեն որ հասկանան հետևություն անեն պետքա գորեթե լուծումներ տալիս Դե գոնե մտածելու տեղ է տվել մարդը Հանդիսատեսներ եկել ասում եք գոնե լուծումը մտածում եք դուք կտակ դուք էլ ասում եք Մենք եկել ենք վերջը նայենք չէ Իրականում հանդիսատեսն էլ ներկայացման ընթացքում դառնում է մի մաս էլի ներկայացման Այսպես ասած դետեկտիվ գործի բացահայտողն է դառնում ընթացքում էլի որովհետև ներկայացումը խաղալու ենք Պարոնյան թատրոնի Երվանդ Ղազնչյան թատերասրահում այսպես ասած փոքր դահլիճում որտեղ դերասան հանդիսատես շփումը ավելի մի քիչ մոտ է ու հանդիսատեսը հստակ դառնում է ներկայացման մասնակից ու մենք իրանց դիմացն է տեղի ունենում որովհետև բեմ չունենք որպես այդպեսին առանձին էլի Այսինքն բոլոր գործողությունները հենց իրանց անմիջական մասնակցությամբ կատարվում։ Քանի դերասան է զբաղված։ Օ։ Հիմա հաշվեմ։ Դե փոքր բեմում եք խաղում, այդքան էլ շատ պետք չէ։ 8 թե 9։ Ինձ թվում է 8 կամ 9։ 9։ Այստեղ աշխատանքները առհասարակ հետաքրքիր է հանդիսատեսին, թե մենք սիրում ենք կամ լավ դրամաներ կամ կոմեդիաներ։ Ինձ թվում է կհետաքրքրի։ Այդ որ ասեցի Սամսոնը շատ գեղեցիկ համեմել է, այդ դրա շնորհիվ հաստատ կհետաքրքրի։ Ու հաստատ հանդիսատես ինչ որ մի բան վերցրած կգնա ու կմտածի, ես էլի վստահ եմ որ կեսը անտարբերության կթողնի, մյուսն էլ sense ինչ որ մի բան, որ sense կայծ կտա, մտածելու տեղի կտա ու միգուցե դրական շարժ կունենա։ Դե սա պիես չի, չէ՞ ներողություն, այսինքն Մարկեսը տեն որ Վիպակա։ Վիպակա։ Այո։
Հեշտ է դա վերածել տենց պիեսի է դեպքում։ Ճիշտ ասած, այսպես ասած դա ընդհանրապես մեծ չի հետաքրքրում, դա ռեժիսորը թող մտածի։ Սամսոնը պետք է։ Եվ նա մտածել, կարողացել է, չեմ զրուցել հեշտ էր դրա, հեշտ ստացվեց թե ոչ։ Բայց անցալել է, ի վերջո երբ որ ինքը պիես չի ու դառնում է պիես, մի տեսակ ասես հազիվա դերասանը տեղավորվում այդ բանի։ Դե իրականում նաև բարդ է խաղալ ինչի, որովհետև թե գործում, թե պիեսում ներկա անցյալ ապագա խառնված է իրար։ Թե ընթերցողը, թե մենք խաղալուց էլ առհասարակ մի պահ կորում է, գործողությունները մի պահ տեղի են ունենում տվյալ ժամանակին, մի պահ արդեն տեղի են ունեցել, մի պահ պիտի տեղի ունենան։ Հայաստանի Հանրապետությունում առհասարակ մեր հասարակության մեջ դետեկտիվ ժանրի ներկայացում բեմադրելը վտանգներ պարունակում է, թե չէ, մենք դրա փորձը ունենք, թե չէ։ Ես կարծում եմ, որ մենք ինտրիգներ սիրում են, ըստ ում այդ առման Ես շատ եմ սիրում այդ ժանրը, բայց հիմնականում չեմ նկատել, որ դետեկտիվ ժանրի նմանատիպ պիեսներ բեմադրվի։ Ըստ ում մատուցելու ձևից էլ է, ոնց կմատուցես, որ ոնց կմատուցի։ Դե իհարկե, բայց փորձ կա, կան եղել են ներկայացումներ, թատրոնը էական չի, որ մեր թատրոնի մասին։ Առհասարակ ճիշտ ասած, իսկ հիմա եղել են դետեկտիվ ներկայացումներ։ Այսպես ասած, մեր բեմադրությունը ինչով է նաև առանձնանում դետեկտիվ, հստակ դետեկտիվի ժանրի մեջ չի ինքը։ Այսինքն այնպես է, որ ոնց ասում, որ ավելի ճիշտ լինի, հա, չեմ էլ ուզում շատ գաղտնիքներ ոնց որ բացվի։ Ինքը թե կենցաղային մասունի, թե մարդկանց անտարբերության մասունի, ու դետեկտիվ այնպես չի, որ չգիտեմ, ինչ-որ ոստիկան այդ ամեն ինչը բացահայտում ամբողջ ընթացքում, հա, այսինքն տրվում է խնդիրը, ինչի շուրջ այդ ամեն ինչը եղավ, ինչ եղավ, ինչքան մարդ էր եկել այդ ամենից ու այդ մարդկանց անգործությունը այդ ամեն ինչի վերաբերյալ, հա։ Դետեկտիվի հիմնական մասը իմ կարծիքով նրանում է կայանում, որ արդեն ամեն մեկը իր այդ Շերլոկյան գլխարկով պետք է նստի տանը ու մտածի ինչի եղավ ու ում հետ էր կապված այդ ամենը, որովհետև ասում հստակ պատասխան չկա այդ ամեն ինչի մեջ։ Ունեշի որ գործերը քննվում են այդ ընթացքում եւ այլն, ինքը քանի որ շատ խառնա ներկայացումը սյուժետային ընթացքը ժամանակային, էլի, շատ հետաքրքիր է որ դու էլ թելը չկորցնես ու մաքսիմալ ուշադրություն է էլի այդ ամեն ինչը պահանջում, բայց իմ կարծիքով հետաքրքիր է ու օրինակ ներկայացման ֆինալը այդ ամենևին էլ այդ ամեն ինչի եզրակացությունը չէր, հա, ինչի եկանք, ինչի հանգեցինք այդ ամենը ընթացքային ինչ-որ հատված էր, ու մենք այդ ամենը շատ sense տարբեր տեղերից ենք ցույց տալիս։ Մի քիչ ուղեղի համար համարյալ մարզանք է իմ կարծիքով, էլի։ Այդ ամեն ինչը հիշում զարգացնում։ Դա շատ լավ բան է։ Չխառնվեն իհարկե։ Ուշադիր պետք է ամեն մի բառը լսես, որ հանկարծ մեր ֆրազա բաց չթողես, որովհետև թելը որ բաց թողեցի, չես։ Դե իհարկե, ինչքան էլ որ հենց ներկայացման սկզբում թե գործի մեջ է, թե պիեսի մեջ, ամենասկզբից գիտեն ինչ է լինելու վերջում։ Ասվում է այդ ամեն ինչի մասին։ Բայց թե կերպարները, թե հանդիսատեսը, թե նաև ընթերցողը ինքը մինչև վերջ փորձում է մի հատ լուծում գտնի արդարացնելու կամ որևէ ձևով ինչ-որ մի բան փոխելու։ Ու մեկ էլ չենք իմանում, թե մինչև այդ ինչ է եղել, այսինքն ինչից հետո է այդ ամենը տեղի ունեցել, այստեղ ավելի գերխնդիր է դառնում, ինչից է սկսել այս ամենը, քան թե ինչով է վերջանալու, էլի, որտեղ վերջը հենց սկզբում ցույց է տրվում արդեն։ Որովհետև արդեն քաոս է մեծ հաշվով։ Հա, իրականում հա։ Հետաքրքիր է։ Ես առհասարակ երբևէ իրականում դետեկտիվ ժանրի այս տեսակ ներկայացում առաջ եմ ունեցել տեսնելու մեզ մոտ։ Դե միշտ կամ կոմեդիա է կամ սիրային ինչ-որ տենց պատմություններ ու հիմա մտածպես որ ինչ-որ ֆիլմային ձևաչափ է եկել է թատրոն ու պիտի այստեղ դերասանը կարողանա այդ ինտրիգը պահել չգիտեմ, ինձ թվում է հետաքրքիր բան է։ Դե կսպասենք ձեզ։ Սիրով այո, մայիսի 24-ին եւ 25-ին։ Համ երգում եք, համ պարում եք։ Ու նվագում են նաև։ Մարդիկ գործիքներ են սովորել մի քանի ամիս։ Այո։ Ես կախոն։ Ահա։ Կախոն։ Ես ճիշտ ասած այդ գործիքի անունը չգիտեմ։ Այդ Բուբեն։ Այդեն բան են Խիչկոկի վախենալու երգերը դուք եք անում։ Ինտրիգն են պահում էլ այդ բարաբանը դրոպը իրանք։ Կենթանի ինտրիգը պահում ենք։ Լարան կենթանի Մի խոսքով ամեն ճանում են որ դուք համ վախենաք, համ ինտրիգի մեջ լինեք, համ էլ դե վստահ եմ նաև դերասանական առումով փորձեն ձեզ զարմացնել։ Ձեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալ եմ։ Որ հաջող պրեմիերա լինի, պրեմիերաները վտանգավոր բան են էլի։ Ու հետո ինքը խաղացանկային է լինելու թե։ Իհարկե։ Այո, այո։ Ահա։ Վտանգավոր են, բայց նաև շատ սպասված ու ցանկալի։ Հա, անշուշտ։
Ստիպտես դուրս ագալի միջև 24-25 ոնց հասկացա այդ երկու օրն է խաղում ժամը 8-ին Երեկոյան 8-ին 20:00 հետո ասում 20:00 20:00-ին որպեսզի չմնաք խցանման մեջ հետո ասեք դե լավ խցանման մեջ էի դրա համար ուշացա գնաք ճիշտ ժամանակին ներկայացում դիտելու ձեզ հաջողություն մեր եթերում հաջողություն ձեզ